Սա իրավունքը բաց տեքստով ոդքասթն է, որտեղ իրավունքի մասին խոսում ենք իրական կյանքի լեզվով։ Բարև ձեզ, ես փաստաբան Անի Ավետիսյանն եմ։ Այսօր կառուցապատողների հետ կապված խնդիրներն այնքան տարածված են Հայաստանում, այնքան շատ են, որ քաղաքացիները երբեմն խճճվում են դրանց մեջ եւ չգիտեն, թե ինչ իրավունքներ ունեն կառուցապատման փուլում, կառուցապատողների հետ հարաբերություններում ինչ կարող են պահանջել եւ ի վերջո ինչ անել, երբ բախվել են նման խնդրի։ Եվ թեմայի մասին խոսելու համար իմ այսօրվա հյուրն է Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան, արտոնագրված հաշտարար Անի Համբարձումյանը։ Անի, ողջույն։ Ողջույն եմ։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Նմանապես շնորհակալ եմ հրավերելու եւ նմանատիպ հետաքրքիր հարց բարձրացնելու համար։ Անի ջան, կխնդրեի մի քանի բառով տենց մի քիչ ներկայացնես քո գործունեության, քո անցած ճանապարհի մասին։ Շատ լավ, շնորհակալություն։ Ասեմ, որ որպես իրավաբան աշխատանքային փորձս մոտ 15 տարի է, շուրջ 15 տարի է, որից 7-8 տարին զբաղվում եմ կոնկրետ դատական ներկայացությամբ, քաղաքացիական, վարչական ներկայումս գործերով եւ կառուցապատման այս բարդ խնդիրներին էլ առնչվել եմ, այդ թվում նաեւ սնանկության վարույթներով եւ կառուցապատողների սնանկության վարույթներով իրականացնելով արդեն բնակիչների շահերի ներկայացությունը դատարանում եւ այդ սնանկության վարույթներով արդեն առնչվեցի կառուցապատման ոլորտում առկա խնդիրներին։ Իրականում կառուցապատողների հետ խնդիրները շատ են, երբեմն դրանց մասին քաղաքացիները բարձրաձայնում են, երբեմն չգիտեն էլ նույնիսկ, որ դա այդ առաջացած խնդիրը իրավական խնդիր է, որը հնարավոր լուծում ունի։ Այսինքն իրենց թվում է, թե կառուցապատողների հետ մարդկանց թվում է, թե կառուցապատողը դե լավ ուշացրել է, հա, օրինակ ժամկետը ուշացրել է հանձնման, ես որևէ բան չեմ կարող անել։ Այս բոլոր խնդիրների մասին եմ ես ուզում մենք այսօր խոսենք եւ դրա շրջանակներում կխնդրեի քեզ հենց նշել հենց ամենատարածված, այսպես հաճախ հանդիպող խնդիրները, որոնք կառուցապատողները թույլ են տալիս, իրավունքների խախտումներ եւ քաղաքացիները ըստ էության բախվում են դրա հետ։ Իրականում շատ իրապես ցավալի է, որ քաղաքացիները հենց սկզբից, հենց պայմանագրի կնքումից, կառուցապատողին ընտրելուց կամ հետագայում արդեն կառուցապատի կողմից խախտումներ թույլ տալու դեպքում չգիտեն իրենց իրավունքների պաշտպանության մասին, հնարավորությունների մասին իրավունքները պաշտպանելու, շատ դեպքերում ցավոք նաև վախենում են, վախենում են, բա որ բանալիները չտան, գույքը չհանձնեն, մենք զրկվենք մեր սեփականության իրավունքից, մինչդեռ պաշտպանության մեխանիզմներ կան ու կան բոլոր փուլերում։ Եթե նախկինում ամենատարածված կառուցապատողների հետ կապված խնդիրները դա վաճառելն էր բնակարանները, բայց իրականում շենքը չկառուցելն էր, հա, երբ շատ դեպքերում զուտ այսպես հիմքը փորվում էր եւ հետագայում արդեն չէր կառուցվում բուն շենքը եւ ստացվում էր բնակիչները վճարում էին եւ գնում էին գույք, որը որ հետագայում երբևէ չէր կառուցվում կամ ունեինք բազմաթիվ դեպքեր նախկինում, երբ կառուցապատողները մեկ գույք վաճառում էին տարբեր մարդկանց, հիմա բարեբախտաբար քչացել են նման դեպքերը, իհարկե ամբողջությամբ չեն բացառվել, կան ներկայումս էլ դատական գործեր նման կառուցապատողների դեմ, բայց ներկայումս կառուցապատողների հետ կապված խնդիրները հիմնականում ժամկետների ուշացնելն է, շինարարության ժամկետների ուշացումն է, արդեն շինարարության ավարտից հետո փոխանցման ակտերով գույքի փաստացի, հա, եւ այսպես իրավունքների փոխանցման ուշացումն է եւ մյուս խնդիրը, որ ելի շատ տարածված է վերջի տարիներին, դա բազմաթիվ թերություններով եւ հենց սկզբից երևացող թերություններով գույքի հանձնումն է բնակիչներին, այսինքն վատ որակի շինարարության, վատ որակի գույքի հանձնումն է բնակիչներին։ Որոշ դեպքերում կառուցապատողները հենց սկզբից համաձայնվում են այդ թերությունները վերացնել, բայց ցավոք կան կառուցապատողներ, որոնք որ այսպես չեն հրաժարվում եւ մի բան էլ ստիպում են, որ փոխանցման ակտում նշեն բնակիչներ, որ որևէ պահանջ չունեն, անթերի գույք է հանձնվել, որևէ թերություն չունի, բայց որը որ շատ էական թերություն է եւ որով բնակվելը այդ բնակարանում անհնար է, հա, ամենաայսպես հայտնի դեպքերից է, երբ պատուհան
քանի շուրջ բոլորը ուղղակի այսպես անցք են, մեծ անցք է, որ կարող ես նույնիսկ ձեռքդ մեկնել եւ դուրս, հա, այսպես հանել, կամ նույն կեղտաջրերի ամբողջ հոսքն է բնակարանով մեկ, ամբողջ բնակարանի տարածքում եւ շատ ու շատ այլ խնդիրներ, որոնք ցավոք այս պահի դրությամբ որոշ կառուցապատողներ վերացնում են իրենց հաշվին, բայց որոշ կառուցապատողներ հրաժարվում են եւ այս դեպքերում է, որ բնակիչների իրավունքների պաշտպանությունը պետք է իրականացվի եւ դրա մեխանիզմներից մեկը հենց դատարան դիմելն է նմանատիպ թերությունը վերացնելու համար։ Կառուցապատողների մեջ կան սենց ասած հայերեն բառը օգտագործեմ ճարպիկները, ովքեր փոխանցման ակտում հատկապես փոխանցման ակտում են այդ նշումը կատարում, սահմանափակում են դատարան դիմելու իրավունքը անձի եւ պարտավորեցնում են ըստ էության ստորագրել մի ակտի տակ, որ մի պարտավորություն վերցնել իր վրա, որ այլևս դատարան չի դիմելու որևէ պահանջով։ Էդ էլ է շատ սենց զավեշտալի այսպես ասած, հա, պրակտիկա է մեզ մոտ ու քաղաքացիները ըստ էության գնում ստորագրում են, քանի որ չեն պատկերացնում դրա իրավական հետևանքները, հա, թե ինչ կարող է լինել այդ փաստաթուղթը ստորագրելուց հետո։ Ու մտածում են դե գույքը արդեն ավարտված է, այսօր ինչպես դու նշեցիր, հա, սկզբում, քանի որ նախկինում ունենք վատ փորձ, որ գույքը չերել ավարտվում, շինարարությունը հանձնելու, հիմա այսօր այսպես խոշոր շահում ենք դիտարկում, որ գույքը վերջը ավարտվել է, շինարարությունը հանձնվել է գույքը գնորդին եւ մարդիկ մտածում են, այո, մարդիկ մտածում են դե լավ, ոչինչ, կարևորը տվել են ինձ իմ գույքը, ինչ պետքա ստորագրեմ վերցնեմ, էլի այսպես։ Ցավոք այսօր փոխանցման ակտը դարձել է այսպես ինչ որ փրկիչ օղակ, կախարդական այսպես մի փաստաթուղթ, որը կառուցապատողները օգտագործում են եւ բնակիչներն էլ գնորդներն էլ չիմանալով թե ինչ է իրենից ներկայացնում փոխանցման ակտը, ստորագրում են այսպես ցանկացած իրենց դրված փաստաթղթի այսպես տակ, բայց իրականում գնորդները պետք է իմանան, որ փոխանցման ակտը դա զուտ սեփականության իրավունքը կառուցապատողից դեպի ձեզ հանձնելու փաստաթուղթն է, այսինքն այդ փաստաթղթում պետք է գրված լինի, որ X գույքը հանձնվում է ձեզ։ Եվ ըստ էության որևէ այլ պայման պետք է այդ փոխանցման ակտում չլինի։ Իսկ ինչ են անում հիմա կառուցապատողները փոխանցման ակտում ներառում են գրեթե ամեն ինչ։ Դառնում է այսպես խառը, այո, խառը պայմանագիր է դառնում, ինչ որ համաձայնագիր է դառնում, որով քննարկում են տույժերի պահանջի բացակայություն առանց թերությունների գույքի փոխանցում, դատարան դիմել չդիմելու, բողոքարկման իրավունքից, չգիտեմ, հրաժարվելու, դատարան դիմելու իրավունքից հրաժարվելու կամ այլ պաշտպանության, հա, մեխանիզմներից օգտվելու եւ շատ ու շատ այլ բաներ, որը որ ուղղակի փոխանցման ակտի հետ առհասարակ առնչություն չունեն եւ չպետք է լինեն փոխանցման ակտի մեջ։ Փոխանցման ակտը իրենից ենթադրում է սեփականության իրավունքի գույքի փոխանցումը սեփականության իրավունքով գնորդին։ Եվ վերջ, ցավոք էլի բնակիչները ինչ որտեղ չիմանալով շատ շատերը բարձրացվում է խնդիրը, բայց կամ ներկայացում է խնդիրը, բայց շատ շատերը շատ ցավալի է, որ վախենում են դիմել իրենց իրավունքների պաշտպանության, այ ասելով, որ բա որ մեզ բանալին է չհանձնեն, բա մենք վերանորոգումը ոնց անենք, մենք վարձով ենք բնակվում, բա որ չհանձնեն մեզ այդ գույքը, մենք ինչ պետք է անենք։ Ես ասեմ, որ այդ նմանատիպ դեպքերում պետք չէ վախենալ եւ միանշանակ կան լուծումներ այդ գույքը ձեզ փոխանցելու, այդ թվում նաև ժամանակավորապես մինչև վերջնական, հա, որոշման, վերջնական դատական ակտի կայացումը եւ եթե պայմանագրով, օրենքով այդ գույքը պետքա պատկանի ձեզ, հա, փոխանցվել է գնման իրավունքը ձեզ, ավարտից հետո պետք է նաև փոխանցվի ձեզ ի սեփականություն։ Այսինքն այստեղ զուտ ժամանակի եւ այդ ընթացքում կատարված գործողությունների հարցն է, բայց արդյունքում ձեր վճարի դիմաց գնված գույքը պետք է հանձնվի ձեզ։ Դա է այն իրականությունը, որը որ բնակիչները եւ գնորդները պետք է իմանան։ Անի մի ցավալի մաս էլ կա փոխանցման ակտի հետ կապված, որ փորձում են ներառել երրորդ անձանց եւ բերում են փոխանցման ակտի մեջ կողմ են դարձնում երրորդ անձանց, մասնավորապես վարկային կազմակերպություններին կամ բանկերին, եւ այդ փոխանցման ակտով մի հատ էլ ավել պարտավորություն են դնում անձի վրա եւ գույքը այդ պահից սկսած գրավադրում են ու քաղաքացին չի հասկանում, որ դրանով ինչ
հետևանքներ իրավական կարող են իր համար առաջանալ եւ այլն ու այսպես ստորագրելով, այսպես ասած, ընկնում են կրակը։ Այդ փոխանցման ակտի մասով որ ասցիր, ես ուզում եմ այստեղ նշեմ, էլի, հարգելի քաղաքացիներ, եթե դուք կառուցապատողից գույք եք գնում, փոխանցման ակտի մեջ երրորդ այլ անձ չի կարող հայտնվել, մասնավորապես բանկ չի կարող հայտնվել, որովհետև դուք չունեք պարտավորություն որևէ բանկի հանդեպ։ Այս մասը խնդրում եմ այդտեղից արդեն դուք փորձեք տեսնել, որ ինչ որ վտանգ կա, եթե բանկը ներառված է փոխանցման ակտի ստորագրման ընթացակարգում։ Եվ այս փոխանցման ակտի մասին կարելի է իրականում երկար խոսել, զավեշտները, որ փորձեն հիշել պրակտիկայից, թե ինչեր են փորձել ներառել մեջը կառուցապատողները, բայց արի մինչև փոխանցման ակտը գանք հենց պայմանագրից, հա, հաճախ մարդիկ մտածում են, թե կառուցապատողը վստահելի է, իմ բարեկամը իրենից մեկ այլ շենքում գնել է, շատ լավ ժամկետին հանձնել են եւ այլն, խնդիր չի եղել եւ առանց պայմանագրին ծանոթանալու գնում եւ ստորագրում են։ Անի արի սկսենք հենց սկզբից, հա, պայմանագրի որ կետերին պետք է գնորդը ուշադրություն դարձնի, արդյոք ճիշտ է այդպես կուրորեն գնալ ստորագրելը, թե ճիշտ է իրավաբանի հետ խորհրդակցելը հենց սկզբնական փուլից։ Բնականաբար, որպես իրավաբան, որպես փաստաբան եւ շատ նմանատիպ դեպքերով, հա, դատական ներկայացություն իրականացնող մարդ, պետք է ասեմ, որ Հայաստանում ցավոք ինչպես բժիշկներին, այնպես էլ իրավաբաններին դիմում են, երբ որ արդեն շատ ուշ է, արդեն դանակը ոսկորին հասած այդ վիճակն է լինում։ Բնականաբար հենց պայմանագրի ստորագրման փուլում, բանակցությունների փուլում պետք է ներգրաված լինի իրավաբանը, փաստաբանը, ով կուղեկցի այդ ամբողջ գործընթացում եւ կաշխատի պայմանագրի այն պայմանների հետ, որոնք որ խնդրահարույց են եւ ռիսկային են։ Բայց եթե չունեք իրավաբան եւ այլ մասնագետ ձեզ խորհուրդ տվող հարգելի գնորդներ, խնդրում եմ կարդալ ցանկացած փաստաթուղթ, հատկապես պայմանագիրը շատ ուշադիր, մանրամասն բոլոր կետերով, եթե հարցեր ունեք կառուցապատողին էլ պետք է այդ հարցերը ուղղեք, որպեսզի կարողանաք հասկանալ եւ գիտակցել, թե ինչի տակ եք դուք ստորագրում, այսինքն արդյունքում ինչ է ձեր հետ կատարվելու այդ պայմանագիրը ստորագրելուց հետո, որովհետեւ ճիշտ նշեցիք, որ շատ դեպքերում կնքում են պայմանագիր, բայց այդ պայմանագրում օրինակ հավասար պայմաններ չկան, նույն գնորդի համար վճարումներ ուշացնելու համար տույժեր կան, բայց շինարարությունը ավարտելու կամ ժամանակին կատարելու համար, չկատարելու համար տույժեր կառուցապատողի համար չկան առհասարակ ժամկետներ աշխատանքները ավարտելու կամ փոխանցումը կատարելու չկա դրա կարգը, չկան տույժերի մասով, հա, պատասխանատվության մասով կառուցապատողի առհասարակ որևէ այսպես դրույթներ կամ օրինակ կան, բայց շատ այսպես բարենպաստ են կառուցապատողի համար, օրինակ սահմանվում է 0.01% տույժ, որը որ ի համեմատ նմանատիպ պայմանագրերի կամ ի համեմատ նույն գնորդի վրա դրված պատասխանատվության անհավասար պատասխանատվության միջոց է։ Եվ այդ կետերին ուշադրություն դարձնելը այն հիմնական բազային, հա, հիմքերն են, որը որ պետք է կատարվի պայմանագիրը կարդալուց, պայմանագիրը կնքելուց։ Հիմնական եւ ամենաառաջնային կետը, որ ես կցանկանայի առանձնացնել, դա աշխատանքների կատարման ժամկետների եւ գույքը փոխանցելու ժամկետների եւ կարգի կետն է, որովհետեւ եթե դուք այդ կետը ուշադրության չեք դարձնում կամ այդ կետը ձևակերպված չէ պատշաճ կերպ կամ չկա առհասարակ կետ ժամկետների եւ աշխատանքների կատարման եւ փոխանցման, ապա դուք մոտավորապես այսպես օդի մեջ գույք եք ձեռք բերում։ Նմանատիպ գործարք ես էլ կարող եմ ձեր հետ կնքել, հա, կարող եմ ասել, որ ես կկառուցեմ գույք, թե երբ կկառուցեմ պարզ չի, թե երբ ձեզ կհանձնեմ պարզ չի, արդյունքում դուք ձեր իրավական ակնկալիքը, հա, այդ գույքի նկատմամբ երբ կստանաք, ինչպես կստանաք, չկա, այսինքն նա հստակ ձևակերպված չէ։ Հետևաբար այդ կետի վրա ուշադրություն դարձնելը ամենակարևորն է, որպեսզի դուք էլ հասկանաք, թե այդ գույքը արդյունքում երբ է պատրաստ լինելու եւ այդ պատրաստ լինելուց հետո երբ է փոխանցվելու ձեզ եւ ինչպես է ձեզ փոխանցվելու։
Այս մասով շատ կարևոր է, որ ժամկետները հետևեն նաև, իմանալուց հետո հետևեն քաղաքացիները, որովհետև շատ դեպքերում կառուցապատողն ասում է, դե ինքը պայմանագիրը չի կարդացել, չի նայել, իրեն կառուցապատողը օրինակ ասել է 2026 թվականի X ամիսը, եւ ինքը գիտի, թե այդպես էլ նախատեսված է, բայց իրականում պայմանագիրը բացում ես եւ տեսնում ես, որ այնտեղ գրված էր 2025 թվականի Y ամիսը եւ մարդը չգիտի, որ արդեն տարուց ավել է, հա, կառուցապատող իրեն բանավոր կարգով, այսպես ասած, խաբել բառը չօգտագործեմ այստեղ, բայց ոչ հավաստի տեղեկատվություն է տալիս էլի ըստ էության։ Ու այս մասով էլ շատ կարևոր է, որ իմանան հստակ, այսինքն ինչ է գրված պայմանագրում, թե ոչ թե ինչ է ասում կառուցապատող, այլ ինչ գովազդը, այո, որ գովազդում այլ ամսաթիվ են նշում, օրինակ ասում են, որ այս շենքը պատրաստ կլինի օրինակ 2023 թվականին, բայց իրականում պայմանագրում գրված է 2024 կամ 2025 թվական, այսինքն կարևոր է այստեղ ուշադրություն դարձնել, թե պայմանագրով ինչ ժամկետներ են ավարտի, փոխանցման եւ նաեւ անպայման կարգի մասով պետք է ուշադրի կարգի մասով եւ վնասի հատուցման մասով էլ շատ կարևոր է, որտեղ ինչպես դու նշեցիր, շատ հաճախ բարենպաստ պայմաններ են ստեղծում կառուցապատողները հենց իրենց համար, քանի որ միշտ կառուցապատողի կողմից է այդ պայմանագիրը մշակված, նույնիսկ եթե գնում ես նոտարական վավերացման, այսինքն նոտարն է հաստատում, քաղաքացիների մոտ երբեմն թվում է, թե դե նոտարն է հաստատում, չի կարող այդտեղ որևէ շեղում լինել, բայց նախապես կառուցապատողը պատրաստում է, չէ՞, այդ պայմանագիրը եւ ներկայացնում է նոտարին, այնպես որ այս մասով պետք է շատ ուշադիր լինել հավասարություն։ Սա իրականում մյուս հավասարություն։ խնդիրն է, հա, երբ որ մի կողմից նոտարներն էլ մանրամասն կետերով չեն ներկայացվում, բայց գլխավոր խնդիրը գալիս է նրանից, որ իրենք հիմնականում կառուցապատողները այսպես կազմում են պայմանագիրը եւ նշում, որ կամ այս պայմաններով դու կնքում ես մեր հետ պայմանագիր, կամ մենք քեզ գույքը չենք վաճառում, հա։ Սա այսպես կոչված է միանալու, հա, այդ պայմանագրերի տեսակին կարող ենք մենք դա ասել նմանատիպ պայմանագրերը, որտեղ ինչա կատարվում է այստեղ, դու կամ համաձայնվում ես բոլոր պայմաններին այնպես ինչպես որ կա եւ ստորագրում ես կամ չես ստորագրում։ Սա ունի երկու կոմպոնենտ, հա, կամ դու այդ պահին քեզ համար ոչ բարենպաստ պայմաններով չես կնքում ու եթե մարդիկ արդեն տեղեկացված լինելով այս բոլոր խնդիրներից իրոք բոլորով հրաժարվեն գնել եւ արդյունքում կառուցապատողը չունենա գնորդների բավարար քանակ, ապա արդեն ինքն էլ ստիպված կլինի գալ բանակցությունների, փոփոխել որոշակի կետեր եւ հենց այս մասն է, որ պետք է այսպես չվախենալ եւ ընդդիմանալ այդ պայմաններին եւ փորձել փոխել, որովհետեւ հենց ձեզնից է կախված կառուցապատողը եւ եթե գնորդներ չլինեն կամ չլինեն բավարար քանակի, բնականաբար կառուցապատողը ինքը չի ունենա այն շահույթը եւ կառուցապատման այն նպատակը, որ ինքը իր արժեվ դրել է, չի իրագործի։ Հետևաբար այստեղ միասնական այդ միասնական նաեւ ուժը գնորդների կանում է նրանում, որ եթե դուք յուրաքանչյուրը ձեր մասով բողոքեք եւ չհամաձայնվեք X պայմանների շուրջ, ապա կառուցապատողը արդեն ստիպված կլինի այդ հանրային, հա, ուժի պահանջին ենթարկվել եւ փոփոխել։ Բայց եթե կնքել եք արդեն իսկ նմանատիպ պայմաններով, հա, պայմանագիր, ես ուզում եմ քաղաքացիներ գնորդներ իմանան, որ դրանով էլ չի ավարտվում իրենց պաշտպանության մեխանիզմները եւ շատ դեպքերում օրինակ նույն գոլեգաներս նման ճանապարհով չեն գնում, բայց կան մեխանիզմներ պաշտպանության այս դեպքում էլ, երբ բնակիչները կնքել են ակնհայտ ոչ բարենպաստ իրենց համար պայմաններով պայմանագիր եւ թվում է թե վերջ ավարտված է, մենք ենք համաձայնվել կնքել, բայց այստեղ գործում է այսպես թույլ կողմի պաշտպանության մեխանիզմները, որը քաղաքացիական օրենսդրությունը հնարավորություն է տալիս իրականացնելու եւ այս պարագայում նույն գնորդները իրավունք ունեն դատական կարգով պահանջելու, որպեսզի այդ ոչ բարենպաստ պայմանները իրենց համար փոփոխվեն։ Նույնը վերաբերվում է օրինակ ուշացման դեպքում այդ շատ ցածր ակնհայտ ցածր տույժերին, օրինակ 0.01% տույժին կամ որը որ էականորեն ցածր է, քան օրինակ նույն գնորդի պատասխանատվությունը ենթադրող տույժի չափը եւ մնացած պայմաններն էլ, որոնք որ էականորեն վնասում են կամ էականորեն ոչ շահավետ կամ ոչ հավասար պայմաններ են ստեղծում գնորդի համար, եւս դատական կարգով կարող են փոփոխվել, այսինքն մենք այստեղ ավելի հակված ենք մտածել, որ հենց
փոխանցման ակտի դեպքում է խնդիրները, փոխանցման ակտ չեն ստորագրում կամ վատ փոխանցման ակտեր են տալիս, որ ստորագրեն գնորդները, բայց այդ խնդիրները կան պայմանագրի ստորագրումից հետո էլ եւ բնակիչներն նույնիսկ մինչեւ փոխանցումը կարող են իրենց իրավունքների պաշտպանությունը իրականացնել։ Մենք խոսեցինք այն իդեալական վիճակի մասին, երբ որ քաղաքացիները մինչև ստորագրելը դիմում են իրավաբանի, խորհրդատվություն են ստանում, գիտեն թե որ կետերին ուշադրություն դարձնել եւ այլն եւ այլն, բայց ինչպես դու նշեցիր, հենց սկզբում քո խոսքի, մենք դիմում ենք իրավաբանի պարտադիր այն փուլից սկսած, երբ արդեն իսկ խնդիրը ունենք։ Հիմա այդ խնդիրներից մեկը բնակարանի չհանձնելու process-ն է։ Արի այս մասով էլ մի քիչ խոսենք, ինչ անի մարդ, երբ օրինակ չի դիմել, չի իմացել այդ պայմանագրի կետերի մասին, որոնց պիտի ուշադրություն դարձներ կամ տուժտուգանքը նախատեսված է ըստ էության շատ ցածր պայմաններով եւ այլն, բայց եկել ենք հասել ենք մի հատ կետի, երբ բնակարանը պետք է հանձնվեր այս ամսին ու չի հանձնվում արդեն մի քանի ամիս շարունակ։ Ինչ անի քաղաքացին։ Պահանջել կառուցապատողից, որպեսզի հանձնի, որում այդ պահանջը, եթե պայմանագրով սահմանված է կետ, որ նախքան դատարան դիմելը պետք է կողմերի միջև ցանկացած վեճ լուծվի բանակցությունների միջոցով, պարտադիր պետք է կատարվի նախապահանջի միջոցով, որովհետև շատ դեպքերում եղել է, որ նշված կետին ուշադրություն չեն դարձրել, դիմել են դատարան միանգամից եւ հայցադիմումը առանց քննության է թողնվել, հենց այն պատճառով, որ այդ բանակցային փուլը չեն անցել կողմերը։ Նախապահանջով դիմել կառուցապատողին, պահանջել, որպեսզի իրեն հանձնվի գույքը, եթե կառուցապատողը այդ նախապահանջում սահմանված ժամկետում չի հանձնում գույքը, արդեն դիմել դատական կարգով, պահանջել, որպեսզի իրեն հանձնվի գույքը, ընդ որում նշված դեպքում, եթե պայմանագրով սահմանված է նաև տույժ ուշացնելու համար, այստեղ արդեն նաև կարող է պահանջվել համապատասխան տույժերը ուշացած օրերի հաշվարկով։ Այս մասով ես ուզում եմ նշեմ, որ հարգելի քաղաքացիներ, եթե դուք չեք դիմել մինչ այդ, բայց արդեն իսկ բախվել եք խնդրին, այդ փուլից սկսած արդեն սկսեք գործել իրավական մեխանիզմներով, ոչ թե դուք բանակցություններ վարեք կառուցապատողի հետ, ինչպես Անին նշեց, որ օրինակ կարող է դատական փուլում հայցը թողնվի առանց քննության, պարզապես բանակցությունների փուլը չսպառելու համար եւ այդ փուլով ճիշտ կլինի արդեն իսկ դիմել փաստաբանի եւ որպեսզի դուք արդեն ձեր իրավունքները կարողանաք ավելի բարենպաստ դիրքից, այսպես ասած, իրացնեք։ Այս մասով ես կարծում եմ ինչ որ մի փուլից սկսած, պիտի մարդը գիտակցի, որ այս փուլից սկսած ինքը արդեն իսկ անզոր է միայնակ կառուցապատողի հետ բանակցելու եւ ճիշտ կլինի, որ փաստաբանը բանակցի։ Հետո կառուցապատողներն էլ շատ դեպքերում, չէ, հանդիպած կլինես քո պրակտիկայի ընթացքում, որ ավելի սթափ են վերաբերվում եւ ավելի այսպես լուրջ են վերաբերվում այն քաղաքացուն, ում հետևում այսպես ասած կանգնած է փաստաբանը։ Եվ բանակցությունները շատ ավելի ուրիշ մակարդակում են ընթանում։ Գուցեև բանակցությունների փուլով ավարտվեն, դատարանի չհասնենք, որովհետեւ կառուցապատողների սարսափն է, ահու սարսափն է դատական փուլը, այդ մենք բոլորս գիտենք, իրենք չեն ուզում, որ իրենց անունը հայտնվի դատական գործերի մեջ, այնպես որ ճիշտ է երևի թե խորհուրդ տանք փաստաբանին դիմելը։ Ավելի լավ է, եթե սկզբում չեք դիմել, գոնե այդ փուլից սկսած ունենաք փաստաբան եւ ճիշտ ուղով գնաք, էլի, այսպես ասած։ Ճիշտ բանակցություններ վարելու եւ հետագայում նաեւ իրավական այդ պաշտպանության մեխանիզմները ճիշտ վարելու, իրացնելու համար իհարկե պետք է համապատասխան մասնագետի, իրավաբանի, փաստաբանի մասնակցությունը այդ գործընթացում եւ ցանկալի իհարկե տարբերակ է, որ հենց բանակցությունների փուլում կառուցապատողները գնան, զիջումների եւ որոշակի այսպես ի նպաստ գնորդի քայլերի, հավատացեք նման պարագայում որևէ գնորդ չի ցանկանա այսպես գնալ դատարան, ներկայացնել այո եւ այսպես ժամանակ նաեւ եւ այլ ռեսուրսներ վատնել այդ process-ի վրա, ես կարծում եմ դա ոչ գնորդին է ձեռնտու եւ ոչ էլ կառուցապատողին։ Այստեղ եւս մեկ բան կցանկանայի ավելացնել, որ այն պարագայում, որտեղ նաեւ շատ գնորդներ ունենք, որոնք գալիս են պայմանագրերով, որտեղ որ սահմանված չեն առհասարակ
տույժեր, այսինքն աշխատանքների կատարման կամ գույքը հանձնելու ուշացման համար կառուցապատողը չի կրում որևէ պատասխանատվություն եւ սահմանված չեն որևէ տույժեր։ Այս պարագայում ես ցանկանում եմ, որ գնորդները իմանան, որ եւս կարող են իրացնել իրենց իրավունքներ եւ ստանալ ոչ միայն վնասների հատուցում, այլ նաեւ այսպես օրենքով սահմանված տույժերի հաշվարկ կարող է իրականացվել եւ այդ տույժերը եւս բնականցվի կառուցապատողից, այսինքն նույնիսկ այն պարագայում, երբ որ պայմանագրում նշված չեն կառուցապատողի համար պատասխանատվության միջոցներ տույժեր, ապա այստեղ արդեն գործում են քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության համապատասխան միջոցները եւ համապատասխան պահանջի դեպքում հնարավոր է ոչ միայն վնասը պահանջել, այլ նաեւ համապատասխան ուշացման համար օրենքով սահմանված տոկոսներ բնականցել։ Որոշ կառուցապատողներ նույնիսկ նախատեսում են դեպքեր, երբ իրենց մեղքով չի եղել ուշացումը, ու այդ այնքան սենց լայն շրջանակ են այդտեղ գրում, որ փաստորեն ստացվում է որևէ պարագայում իրենց մեղքով չի ստացվում ուշացումը։ Նաև ընդունված պրակտիկա է, որ օրինակ շին թույլտվության ժամկետների երկարացման հետ մեկտեղ նախատեսվում է պայմանագրում, որ փոխանցման ժամկետն է երկարաձգվում եւ այսպես այն նույն ժամկետով, որ շին թույլտվությունն է, այսպես երկարաձգվել, դա եւս այն խնդրահարույց կետերից է, որը որ պետք է էլի ուշադրություն դարձնել եւ բողոքել այսպես անժամկետ կամ թեկուզ անընդհատ այս երկարաձգումներին, այդ պայմաններում հնարավոր է 4-5 տարի զուտ այսպես գույքը չփոխանցվի կամ աշխատանքները չկատարվեն եւ անընդհատ երկարաձգվեն։ Եվ վերջո կառուցապատողին, եթե հիմա այստեղ լիներ կառուցապատողներից որևէ մեկը, իրենք էլ որպես արդարացում կասեին, բայց մենք ինչ անենք, շինթույլտվությունները պետական մարմինը, այսպես ասած, չի իրականացնում իր գործառույթները, մենք էլ ստիպված ենք լինում եւ այլն, բայց քո ասած տարբերակով լավ, դա կարելի է հասկանալ որպես գնորդ, կարելի է հասկանալ մեկ անգամ, բայց ոչ տարիների ընթացքում անընդհատ։ Գուցե դու process-ին ուղղակի չես տիրապետում, եթե 5 տարի անընդմեջ չես կարողանում շինթույլտվությունը երկարաձգել, կամ գուցե այլ խնդիր կա այդտեղ եւ խնդիրը պետք է հենց ի սկզբանե հասկանալ։ Իրականում շատ են նման կառուցապատողները եւ երբ որ գնում բանակցությունների փուլում էլ այսպես նշում է, որ իրենց մեղքով չի եղել, եթե նախկինում ասում էին, որ COVID, այսպես ռազմական գործողություններ եւ այլն դրա համար չէինք կարող իրականացնել, ապա այս արդեն փուլում էլի շինթույլտվությունների, այսպես ավարտական ակտերի եւ այլնի մասով վարչական մարմինների նկատմամբ այսպես բողոքը, որը որ ինչ որ չափով կարող է լինել, օբյեկտիվ պատճառներով, բայց նշեմ, որ մեծ ամբասամբ ուշացումները իրականում վատ կազմակերպման, այսպես աշխատանքների վատ կազմակերպման, բիզնեսի վատ վարման եւ ցավոք նաեւ ագահության, կառուցապատողների ագահության պատճառով է, որովհետեւ ունեցել ենք դեպք, որ մի շինարարությունը չավարտած, բազմաբնական շենքը չավարտած, արդեն անցնում են մեկ այլ պրոյեկտի մեկնարկին եւ երբ որ արդեն գնում ես շինհրապարակ տեսնելու ինչ վիճակում է քո բնակարանը գույքը, այդ շենքը, տեսնում ես, որ ամիսներ շարունակ այնտեղ որևէ աշխատող շինարար չկա եւ երբ որ փորձում ես նույն կառուցապատողից ճշտել, թե ինչու շինարար չկա, առհասարակ էս 3 ամիս է շենքում ոչ ոք չի աշխատում, նշում են, որ չունեն աշխատողներ։ Դե քանի որ օրինակ աշխատողները բաշխվել են այլ պրոյեկտների վրա։ Դա գումարներն են բաշխվել այլ պրոյեկտների վրա, ավելի շատ գումար աշխատելու համար, բնականաբար կառուցապատողները մեկնարկում են այլ պրոյեկտներ եւ հետեւաբար այդ աշխատանքի կազմակերպումից է աշխատանքները ուշանում, շինարարությունը ուշանում, որտեվ եթե դու նախապես չես կնքում համապատասխան պայմանագրեր նույն շինարարների հետ կամ շինարարական ընկերությունների հետ, եթե դու չես լավ հաշվարկում այն ծավալը, որը որ քեզ սպասվում է կամ արկա է քո մոտ եւ հետագայում էլ սպասվելու է, բնականաբար արդեն այդտեղ առաջանում են այդ հնարավոր խնդիրները եւ ուշացումները։ Փուլային, այսպես ասած, եկանք հասանք այն կետին, երբ բնակարանն էլ հանձնվեց, այսպես սկզբնական շրջանից գալիս ենք, պայմանագիր կնքելը, դրանից հետո հետևելը աշխատանքներին, հետո փոխանցման ակտ, գույքը հանձնելը, լավ, ի վերջո հանձնվեց գույքը,
քաղաքացուն գնորդը ստացավ իր գույքը, բայց տեսնում է, որ որևէ այդ նախապես պայմանավորված պայման այնտեղ կիրառված չէ, այսպես ասած, հա, ոչ լավ վերանորոգում է արված, ոչ թերությունները բազմաթիվ են, այդ դեպքում ինչ կարող է անել գնորդը, որտեվ շատ հաճախ մարդկանց թվում է, այ ես հասել եմ արդեն այն փուլին, ինքը ինձ գույքը հանձնել է, ես էլ այլևս որևէ բան չեմ կարող պահանջել կառուցապատողից։ Նման իրավիճակ շատ է պատահում թերությունները, եթե որոշ կառուցապատողների դեպքում ուղղակի այսպես կոսմետիկ վերանորոգմամբ հնարավոր է վերացնել, շատ դեպքերում ցավոք այնպիսի գլոբալ սխալներով է կառուցված լինում շենքը, որ դա ամբողջական կոմունիկացիաների սխալ կառուցման խնդիր է լինում կամ այնպիսի թերություններ են լինում, որոնք որ դժվարացնում են հետագա շահագործումը բնակարանի։ Այստեղ նշեմ, որ գնորդները նույնիսկ հանձնումից հետո այն թերությունները, որոնք որ առաջացել են հետագայում, հա, բնակարանի շահագործումից հետո ի հայտ են եկել, իրավունք ունեն այդ թերությունները պահանջել, որպեսզի վերացնի կառուցապատողը կամ համապատասխան փոխհատուցում պահանջել թերությունների վերացման համար եւ իրենց ուժերով այդ թերությունները վերացնել։ Ընդ որում այս դեպքում էլ դա կարող է կատարվել այսպես նախապահանջ ներկայացնելով կառուցապատողին եւ դատական կարգով իրավունքների իրացման եւ պահանջ ներկայացնելու միջոցով։ Այստեղ ես նշեմ, որ գնորդները թող նաեւ այս մասով չվախենան, որ իրենց պայմանագրում նման կետ սահմանված չէ, եթե նույնիսկ նման պատասխանատվության միջոցներ կամ կետ սահմանված չէ ձեր պայմանագրում, այստեղ գործում է այսպես առողջարքի, հա, քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կանոնը, որ դուք գույքը ձեզ վաճառելուց հանձնելուց հետո 2 տարի երաշխիքային ժամկետում եք այսպես ասած գտնվում գույքը եւ այդ ընթացքում հայտնաբերված թերությունները կառուցապատողը, այսինքն ձեզ վաճառողը, այդ գույքը վաճառողը պետք է թերությունները վերացնի, իր մեղքով առաջացած թերությունները կամ փոխհատուցի համապատասխան արժեքով այն գումարը, որը որ կբավականացնի այդ թերությունները ձեր ուժերով վերացնելու համար։ Եվ ըստ էության եկանք հասանք այդ բողոքարկման, դատավարական պրոցեսներին ու մի քիչ էլ երևի խոսենք, չնայած ընթացքում անընդհատ բոլոր հարցերին անդրադառնալիս խոսեցինք, հա, հենց դատարան դիմելու իրավունքից, բայց խոսենք հենց դատական պաշտպանությունից գնորդների, թե ինչ դեպքում կարող են դիմել, ըստ էության ասեցինք, բայց եւս մեկ անգամ սենց բան շեշտը դնելով բողոքարկման վրա, ինչ կարող են պահանջել կառուցապատողից, որ իրավունքներն են ենթակա դատական պաշտպանության, այս մասին մի քիչ խոսենք Անի ջան, եւ երևի ժամկետներն էլ մի քիչ նշենք, հա։ Հեղինակության գանք, որ հենց սկզբից, այսինքն եթե դուք պայմանագիրը կնքում եք եւ ակնհայտ այսպես անբարենպաստ պայմաններով եք կնքում, ապա իրավունք ունեք դիմելու դատարան, փոփոխելու այսպես որպես թույլ կողմ այդ անբարենպաստ կետերը, նույն տույժի ցածր լինելը կամ առհասարակ պատասխանատվության բացակայությունը կառուցապատողի եւ այլ ոչ բարենպաստ պայմաններ։ Հետագայում արդեն երբ որ գալիս է աշխատանքները ավարտելու, գույքը գնորդին հանձնելու փուլը, այստեղ արդեն եթե ժամկետները ուշացվում են կամ կարգը չի պահպանվում, եւս դատարան դիմելու իրավունք է ծագում գնորդի մոտ, այսինքն մի դեպքում աշխատանքների ավարտի եւ գույքը հանձնելու ժամկետները խախտելու համար կարող է բռնագանձվել կառուցապատողից տույժ եւ համապատասխան պահանջ ներկայացվել դատարան, մյուս կողմից էլ եթե կառուցապատողը հրաժարվում է փոխանցել գույքը, ապա դիմել դատարան եւ պահանջել, որպեսզի գույքը փոխանցվի գնորդին։ Եվ արդեն հաջորդիվ փուլում դատարան դիմելու իրավունք ծագում է այն ժամանակ, երբ շահագործումից հետո արդեն երբ որ փոխանցման ակտով փոխանցվել է գույքը, արդեն սեփականատերը գնորդը հանդիսանում է սեփականատեր եւ հայտնաբերում է, օրինակ շահագործումից հետո 1 տարվա ընթացքում հայտնաբերում է թերություններ, ապա այդ թվում դատական կարգով կարող է պահանջել այդ թերությունների վերացում կամ համապատասխան փոխհատուցում։ Այսինքն դատական պաշտպանությունը ըստ էության կարող ենք ասել, որ հենց սկզբից, այս պայմանագրի կնքումից մինչև նույնիսկ այսպես սեփականության իրավունքի փոխանցում եւ դրանից հետո էլ կարող է գործել եւ գնորդները միշտ ունեն հնարավորություն դատական կարգով իրենց իրավունքները պաշտպանելու անկախ թե որ փուլում են այս պահին գտնվում։
Անի եւ վերջին հարցի մասին կուզեի խոսենք, տարաժամկետ վճարումով պայմանագրի հետ կապված է, շատ հաճախ տարաժամկետ վճարումով է կնքվում կառուցապատողների հետ, այդտեղ ինչ խնդիրներ կարող են առաջանալ եւ ինչին պետք է ուշադրություն դարձնեն գնորդները։ Տարաժամկետ վճարման պայմանով, պայմանագրերի դեպքում, երբ գնորդները այսպես մասնակի մաս առ մաս են փոխանցում, գումարները, շատ հաճախ կառուցապատողները պահանջում են եւ պայմանագրում ներառում են կետ, որ փոխանցման ակտը կստորագրվի այն ժամանակ, երբ կփոխանցվի վերջին տրանշ, այսինքն վերջին վճարումը կկատարվի, որը որ կրկին էստեղ իրավունքների խախտում, որտեղ մաս առ մաս տարաժամկետ այսպես պայմանով առողջարքի պայմանագրի ամբողջ իմաստը այն է, որ դու գույքը ձեռք ես բերում եւ քեզ հնարավորություն է տրվում որոշակի ժամկետում, որոշակի մասերով վճարելու այդ գույքի դիմաց եւ դա որևէ կերպ չպետք է կապվի փոխանցման ակտի հետ, այսինքն գույքի քեզ փոխանցելու հետ, քանի որ գույքի փոխանցումը այստեղ քո վճարային պարտավորությունների կատարման հետ կախվածության մեջ չի կարող դրվել գույքի գնման իրավունքը քո մոտ ծագում է համապատասխան պայմանագրի կնքումից, վճարման պարտավորությունը եւս եւ դու պետք է կատարես քո վճարման պարտավորությունը պայմանագրով սահմանված ժամկետում, հետեւաբար փոխանցման ակտի կամ այդ գույքը քեզ փոխանցելու հետ կապված որևէ պայման չպետք է այս նմանատիպ պայմանագրերում լինել, հետեւաբար գնորդներին խորհուրդ կտամ նշված պայմանին ուշադրություն դարձնել եւ առարկել նշված պայմանով պայմանագրի կնքմանը, քանի որ երբևէ փոխանցումը չի կարող կախվածության մեջ դրվել այդ վերջին վճարման կամ վճարման պարտավորության կատարման հետ։ Կարծում եմ սենց հիմնական բոլոր կետերին կառուցապատողների հետ առաջացող խնդիրների անդրադարձանք, բայց եթե քաղաքացիները այլ հարցեր ունեն, կխնդրեի ձեզ մեկնաբանություններում գրել եւ մենք սիրով կպատասխանենք դրանց։ Եվ անի մեր վերջին ֆորմատի հաղորդման մեր վերջին մասին անցնենք, հարցերի բլից հատվածին, դրանց էլի բոլոր իմ հյուրերին դրա մասին հիշեցնում եմ, իրավական հարցերին պատասխանելը հակիրճ շատ դժվար է ստացվում մեզ մոտ, բայց կխնդրեի մաքսիմալ պահպանել այս ֆորմատը։ Պատրաստ ես։ Այո։ Գնացինք։ Կնշես որն է ամենատարածված սխալը գնորդների կողմից կառուցապատողների հետ հարաբերություններում։ Պայմանագիրը չկարդալը։ Իսկ ամենավտանգավոր պայմանագրային կետը աշխատանքների կատարման ժամկետների եւ փոխանցման ժամկետների եւ կարգի կետը։ Անի բնակարան գնելիս կամ տուն ձեռք բերելիս արժե գովազդով առաջնորդվել։ Ոչ, միանշանակ ոչ։ Բնակարան գնելու որ փուլում արժե խորհրդակցել փաստաբանի հետ։ Հենց սկզբից։ Եվ մեկ խորհուրդ բնակարան գնող կամ պատրաստվող անձին։ Դիմեք փաստաբանին։ Այսպես ավարտենք վերջնական խորհուրդով, դիմեք ի վերջո փաստաբանի։ Եվ այսօրվա թեմայից ուզում եմ առանձնացնել մեկ պարզ միտք։ Պայմանագիրը կարդալը ձևական չէ, այն պաշտպանությունն է։ Սա իրավունքը բաց տեքստով ոդքասթն էր, որտեղ իրավունքի մասին խոսում ենք բաց տեքստով։ Բաժանորդագրվեք էջին հաջորդ հաղորդումները բաց չթողնելու համար։ Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։